Սիրելի հայրենակիցներ, ես հիմա այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ։ Սորենը անասնակերեր թե պատմական իրադարձություն միևնույն է։ Այն չի ավելացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու գնումների տոպրակի պարունակությունը։ Թանկացումներ։ Մարդիկ ամեն օր բախվում են գների նոր ռեկորդների։ Ահա որա արթնանում ես, այսօր ուրիշ գիներ, վաղը ուրիշ գին։ Ամենը թանկացել է, որովհետեւ ասենք 100 դրամով ենք առնում, 200 դրամով ես առնում։ Ոչ մեկ կոնտրոլ չկա, երևույթի դրաման ինչ ուզում անում են էլի։ Ըստ վիճակագրության կոմիտեի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա համեմատ աճել են 5.6%-ով։ Արևածաղկի ձեթի գինը բարձրացել է 18.6%-ով, իսկ կարագինը 12.3%-ով։ Ես այդքան կարագ չեմ ուտում, աղջիկս։ Չգիտես կարագի գինը ինչ արժի։ Ես կարամ կարագ ուտեմ, չեմ կարող։ Միայն մածունի գինն ըստ պաշտոնական վիճակագրության աճել է 4.8%-ով, պանրինը 2.2%-ով, կաթինը 4%-ով, թթվասերինը 5.6%-ով, իսկ կատնաշորինը 5.2%-ով։ Շատ դժգոհ եմ թանկացում է։ Ինչը որ ժողովուրդը օգտագործում է հիմնական, դրանք թանկացնում են։ Դե քիչ քանակով ենք վերցնում, միանգամից չես կարող մեծ քանակություն վերցնել։ Եթե կողքից չօգնեն, ուրեմն երևի սովետաշենի ճանապարհը պետքա բռնեն։ Նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներն օր-օրի դառնում են անհասանելի։ Մինչև 15%-ով թանկացել է միսը, բանջարեղենը, հացաբուլկեղենը, ծովամթերքը, սուրճը, ծխախոտը եւ ոչ ալկոհոլային խմիչքները։